Ես ողջամիտ կասկածում եմ, որ սա իշխող քաղաքական ուժի նախընտրական պայքարի բաղկացուցիչներից մեկն է հաջորդ տարվա ընտրությունների եւ ինձ համար թե ֆորմատը, թե ասելիքը շատ տարօրինակ էին։ Նաեւ բանախոսների առումով, մարդիկ էին խոսում, ովքեր մարտի 1-ի գործին 0 առնչություն են ունեցել եւ բայց այդ ասացի բովանդակությանը, որ նայում ենք, տարակուսում ենք, թե ուր էին այս մարդիկ վերջի 10 քանի տարիների ընթացքում։ Ես չեմ կարծում, որ սա օգտակար միջոցառում էր։ Նկատի ունեմ բացահայտման եւ հետևանքների վերացման համար, որտեղ մարտի 1-ը ունեցել է նախապատրաստություն, ունեցել է բուն մարտի 1-յան, իրադարձություններ եւ ունի ահռելի հետևանքներ թողած։ Եվ սրանցից որևէ մեկը այսօր հասարակության համար ամբողջությամբ բացահայտված չէ։ Արդարության առումով մարդիկ չեն զգում այդ արդարության զգացողությունը, որ մենք ունենք ահռելի այդ կազմակերպված հանցագործության բացահայտում։ Եվ այդ իմաստով ինձ համար անհասկանալի միջոցառում է։ Այդպիսի բան, երբ որ մենք ընդդիմություն ենք, մենք փորձում ենք կազմակերպել, լսումներ, քննարկումներ, բայց իշխանությունը չպետք է լսումներ ու քննարկումներ կազմակերպի։ Պետք է գործուն քայլեր ձեռնարկի կազմակերպիչներին հայտնաբերելու համար, կատարողներին ուրեմն քրեական հետապնդման ներկայացնելու համար եւ հետևանքները վերացնելու համար։ Ես ձեզ կարող եմ ասել, որ մեր վերջի դիմումը գլխավոր դատախազին մարտի 1-յան կոնտեքստով դատապարտված մարդկանց արդարացնելու համար գլխավոր դատախազը պատասխանել է, որ այս պահին նպատակահարմար չեն համարում։ Այդ նշանակում է, որ պետությունը չունի նպատակադրվածություն հետևանքները վերացնելու։ Այն ինչ որ մենք տեսանք այդ մարտի 1-յան դատավարությունների ընթացքում, ակնհայտ է, որ պետությանը ձեռ չէր տալիս, իշխանությանը ձեռ չէր տալիս մարտի 1-ի մեղավորների ուրեմն բացահայտումը, մեղքի բացահայտումն ու հաստատումը եւ քրեական պատասխանատվությունը։ Հիմա դրանից հետո եկել են ազգային ժողովում լսումներ են անում, քննարկումներ են անում։ Այդ մի հատ անիմաստ, անհասկանալի գործընթաց է։ Ես չհասկացա նրա նպատակը։ Դուք հրավերք ունեիք։ Ոչ, մենք հրավերք չենք ունեցել, ես ձեզ ասեմ, որ տեղեկացվել եմ շատ պատահական Facebook-յան մի տեսանյութից, որ այդ տեսակ միջոցառում է լինում, անկեղծորեն ես չէի գնա ու մասնակցի այդ միջոցառմանը, որտեղ նորից եմ ասում, իմ համար ես 2008 թվականից հետո ամենօրյա ռեժիմով եմ զբաղվել մարտի 1-ի գործով, այս միջոցառումը չի տեղավորվում այն դրամաբանության մեջ, որ ինքը կարող է նպաստել մարտի 1-ի բացահայտմանը։ Ես ունեմ տեղեկատվություն, որ տևական ժամանակ հատուկ քննչական ծառայության կամ հետո արդեն հակակոռուպցիոն կոմիտեում մարտի 1-ի քննչական խումբը հրամանով փակված է եղել, ցրված է եղել, որևէ նախաքննական գործողություն չի կատարվել մարտի 1-ով։ Դատարաններում տեսնում ենք, որ ըստ էության այդ բանը, մարտի 1-ի բուն մարտի 1-ին նվիրված հոդվածը գնաց սահմանադրական դատարան ու փակուղի մտավ, այնպես որ ես կարծում եմ, ես վստահ եմ, որ այսօր մարտի 1-ով իրավական որևէ գործընթաց գոյություն չունի, իսկ այն ինչը որ ներկայացվում է, դրա արդյունավետությունը հավասար է 0-ի։